Ասա ինձ, երբևէ նկատել ես, որ հուղարկավորությունից հետո տունն այլ է թվում։ Եվ գիտեք, թե որն է ամենազարմանալին։ Երբ ես հասնում էի, իսկ ինչ եք տարել տուն հուղարկավորությունից հետո։ Մարդիկ դատարկ հայացքով էին նայում ինձ, կարծես այդ հարցն ընդհանրապես չպետք է առաջանար։ Ահա թե ինչու եմ ես տեսագրում այս տեսանյութը։ Ոչ թե վախեցնելու համար, Աստված մի արասցե, այլ որովհետև այս մասին լռելը նշանակում է մարդկանց մենակ թողնել այն բանի հետ, ինչի հետ նրանք չպետք է մենակ մնան։ Կան բաներ, որոնք քահանաները գիտեն, բաներ, որոնք եկեղեցուն փոխանցում են ոչ թե գրքերի միջոցով, այլ փորձի, ծխականների արդյունքների, գիշերային աղոթքների միջոցով։ Եվ այս բաներից մեկը վերաբերում է յուրաքանչյուր տան, ուր այցելել է մահը։ Յուրաքանչյուրին, գուցե ներառյալ երձերին։ Մատթեոսի ավետարանում կան խոսքեր, որոնք մենք հաճախ ենք կարդում, բայց հազվադեպ ենք լիովին հասկանում։ Տերն ասում է. երբ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց, նա շրջում է անջրթի տեղերով, հանգիստ փնտրելով եւ չի գտնում։ Ապա ասում է. վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա։ Իմ տունը, լսում եք։ Ոչ թե վայր, ոչ թե սենյակ, այլ տուն։ Տերը խոսում է տան մասին որպես մի տարածության, որը կրում է հոգևոր կնիկ։ Եվ նախքան կասեմ, թե կոնկրետ ինչ չի կարելի անել, ուզում եմ, որ հասկանաք մի կարևորագույն բան, առանց որի մնացած ամեն ինչ պարզապես կարգելքների ցուցակ կլինի։ Իսկ սա արգելքների ցուցակ չէ։ Սա հոգատարություն է, հոգու մասին։ Ձեր հոգու եւ հեռացողի հոգու մասին։ Սուրբ Թեոֆան Ճգնավորը, 10-րդ դարի մեծ ռուս ճգնավորը, իր նամակներում գրել է. Քրիստոնյայի տունը փոքրիկ եկեղեցի է, եւ ինչպես եկեղեցում չպետք է լինի ոչինչ, որը շեղում է հոգին Աստծուց, այնպես էլ պետք է լինի տանը։ Փոքրիկ եկեղեցի։ Դուք ապրում եք փոքրիկ եկեղեցում, եւ երբ վիշտ է գալիս այս փոքրիկ եկեղեցի, այն հատուկ պաշտպանության, հատուկ ուշադրության, հատուկ աղոթքի կարիք ունի։ Դե մի հարց, եւ ես խնդրում եմ ձեզ մտածել դրա մասին հենց հիմա, մինչ մենք խոսում ենք։ Գիտեք արդյոք, թե կոնկրետ ինչ եք բերել տուն վերջին հուղարկավորությունից հետո, ոչ ֆիզիկապես, այլ հոգևորապես։ Կա արդյոք ձեր տանը հիմա մի բան, որն ըստ ուղղափառ ավանդույթի չպետք է լինի այնտեղ։ Ես կնշեմ դա, ես անպայման կնշեմ, բայց նախ ինձ պետք է, որ դուք հասկանաք, թե ինչու է եկեղեցին առհասարակ խոսում այս մասին։ Որովհետև եթե դուք հասկանաք պատճառը, երբեք չեք ընկալի դա որպես ծնահավատություն։ Դուք կհասկանաք դա որպես սեր։ Գիտեք որն է իմ ծառայության ամենադժվար մասը։ Ոչ թե հոգեհանգստյան արարողությունները, ոչ խոստովանությունները։ Ամենադժվարը մարդու աչքերի մեջ նայելն ու նրան մի բան ասելն է, ինչ նա չի ուզում լսել։ Հատկապես երբ նրանք արել են դա սիրուց դրդված։ Որովհետև գրեթե ամեն ինչ, ինչի մասին ես պատրաստվում եմ խոսել, մարդիկ անում են ոչ թե անուշադրությունից, ոչ էլ անգիտությունից, այլ հենց սիրուց, պահպանելու, կառչելու, բաց չթողնելու ցանկությունից։ Եվ այստեղ հենց այս լուսավոր, բարի մղման մեջ է թաքնված այն, ինչ եկեղեցին անվանում է հոգևոր սխալ։ Ոչ թե մեղք, այլ սխալ, որը կարելի է եւ պետք է ուղղել։ Ես կարծում էի, որ դուք, ինչպես շատերը, հավատում էիք, որ հանգուցյալի իրերը տուն տանելը, նրա սենյակում ամեն ինչ նույնությամբ թողնելը, հագուստը պահելը, անկողինը չհավաքելը հարդանքի նշան է, սիրո նշան է։ Ես ինքս էլ այդպես էի կարծում իմ ճանապարհի հենց սկզբում։ Մինչև մի ծեր աբեղա, ով վաղուց արդեն մեկնել է երկնային արքայություն, ինձ ասաց մի արտահայտություն, որը հիշել եմ ողջ կյանքում։ Նա ասաց. Կոլյա, հանգուցյալի իրերից կառչելով դու նրանից չես կառչում։ Դու կառչում ես այն վայրից, որտեղ նա եղել է, իսկ այդ վայրն այլևս իրեն չպատկանում։ Ես միանգամից չհասկացա դա, բայց հետո հասկացա։ Եվ այդ պատճառով, երբ մարդու հոգին լքում է մարմինը, այն գնում է այլ աշխարհ։ Մի աշխարհ, որտեղ այլ օրենքներ են գործում, ոչ մեր օրենքները։ Եվ այս հոգին, եթե մարդն ապրել է քրիստոնեական կյանքով, հաղորդություն է ստացել, խոստովանել է, եթե նրա վրա կատարվել է հոգեհանգստի կարգ,
գնում է առ Աստված։ Այն այլևս այստեղ չէ։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին ուղղված իր թղթում գրում է. «Ցանկություն ունեմ ելնելու եւ Քրիստոսի հետ լինելու, որովհետեւ դա շատ ավելի լավ է, շատ ավելի լավ»։ Մտածեք այս բառերի մասին։ Այնտեղ ավելի լավ է։ Այնտեղ Քրիստոսի հետ։ Եվ երբ մենք կարճում ենք հանգուցյալի իրերից, երբ նրա սենյակը վերածում ենք անձեռ մխելի թանգարանի, երբ մենք կրում ենք նրա հագուստը եւ բաժանում ենք պատահական մարդկանց առանց աղոթքի, մենք չենք օգնում նրա հոգուն։ Մենք մեզ համար խարիսխ ենք ստեղծում, եւ այդ խարիսխը մեզ քաշում է դեպի ներքև։ Ուստի ինչ կոնկրետ չի կարելի պահել տանը։ Եկեղեցին դարերի ընթացքում ձևավորել է հստակ ընկալում, եւ ես ձեզ կասեմ ուղիղ առանց բառերը ծանցմելու։ Առաջինը, եւ սա թերևս ամենատարածվածն է, հանգուցյալի լանջախաչը։ Մարդիկ հանում են այն հանգուցյալից եւ պահում են սիրուց դրդված։ Դա նրանց խաչն է, դա սրբություն է։ Բայց լսեք, լանջախաչը մասունք չէ։ Այն մարդու անձնական հոգևոր վահանն է։ Այն կրել է նրա մեղքերը, նրա վախերը, նրա աղոթքները։ Ըստ ուղղափառ ավանդույթի, եթե խաչը չի վերաօրդնվում եւ չի տրվում եկեղեցուն կամ չի բաժանվում աղոթքով, այն դառնում է մի առարկա, որը կրում է ուրիշի հոգևոր ճանապարհի հետքը։ Ոչ չար, ոչ խավար, բայց ուրիշի։ Եվ ձեր տան այդ օտար հետքը ստեղծում է հենց այն զգացողությունը, որի մասին ինձ ասացիք, այդ ծանրությունը։ Երկրորդ, անկողնային պարագաները եւ բարձը, որոնց վրա մահացել է մարդը։ Սա հատկապես կարևոր է ժողովրդական ուղղափառ ավանդույթում, որը եկեղեցին չի մերժում, այլ պարզաբանում է։ Հանգուցյալի բարձը չպետք է մնա տանը։ Հին ժամանակներում այն հանում էին եւ այրում շեմից դուրս, հանգստյան աղոթքով։ Սա սնահավատություն չէ, սա բաց թողնելու խորհրդանշական գործողություն է։ Տունը բաց է թողնում, ընտանիքը բաց է թողնում, էքս է թողնում, հոգին ազատ է հեռանալու։ Երրորդ, եւ այստեղ շատերը զարմանում են։ Հանգուցյալի լուսանկարները, որոնք դրված են երևացող տեղում անմիջապես հուղարկավորությունից հետո մինչև 40-ը, ոչ թե ընդհանրապես հեռացնել դրանք, ոչ, այլ դրանք սրբանկարների անկյունում դնելն արգելվում է։ Եկեղեցին հստակ տարբերակում է։ Սրբանկարները Աստծո կողմից փառավորված սուրբ մարդկանց պատկերներն են։ Բարեկամի լուսանկարը, որքան էլ նա լավը լիներ, սրբանկար չէ։ Եվ խառնել այս երկու տարածքները նշանակում է հոգևոր իմաստով շփոթել։ Ոչ։ Եկեղեցական կանոնադրությունը եւ հոգևոր պրակտիկան խոսում են 40 օրվա մասին։ Մի շրջան, երբ հոգին դեռ անցնում է իր հոգևոր ճանապարհը։ Եվ այս ընթացքում տունը պետք է լինի աղոթքի տարածք, ոչ թե արտացոլման։ Սուրբ Հովհաննես Կրոնշտադտին, որին ձեզանից շատերը մեծապես հարգում են եւ իրավամբ, գրել է. Աղոթքը ննջեցյալների համար ողորմության գործ է, քանզի նրանք իրենք այլևս չեն կարող աղոթել ողջ ուժով։ Մենք նրանց ձայնն ենք Աստծո առջև։ Լսում եք։ Մենք նրանց ձայնն ենք, ոչ թե իրերը, ոչ առարկաները, ոչ պահպանված սենյակը, այլ մեր կենդանի աղոթքը։ Հենց դրա կարիքն ունի հանգուցյալի հոգին։ Դա է աջակցում նրան, դա իրական հոգևոր զորություն ունի։ Եվ այստեղ ես ուզում եմ կանգ առնել, որովհետև կա եւս մեկ բան։ Մի բան, որը ես չեմ նշել։ Մի բան, որն ավելի կարևոր է, քան իմ բերած ամբողջ ցուցակը։ Մի բան, առանց որը հասկանալու այս ամենը կմնա զուտ կանոններ, իսկ կանոններն առանց իմաստի մեռած են, ինչպես տառը առանց ոգու, որի մասին խոսում է Պողոս առաքյալը։ Դուք կհասկանաք, թե դա ինչ է, բայց նախ ես պետք է ձեզ պատմեմ այն մասին, թե ինչ է անում եկեղեցին եւ ինչու է դա գործում։ Ոչ թե որպես ծես, այլ որպես սիրո կենդանի գործողություն։ Գիտեք, թե ինչու մարդիկ հաճախ ուղարկավորությունից հետո քահանա չեն հրավիրում իրենց տուն։ Ես շատերին եմ հարցել այս մասին, եւ պատասխանները տարբեր են եղել։ Ոմանք ասել են, անհարմար է անհանգստացնել։ Ոմանք չեն իմացել, որ կարելի է։ Բայց ամենից հաճախ, եւ սա ինձ միշտ կանգնեցնում է, մարդիկ ասում էին այսպես. Տեր հայր, բայց մենք արդեն հոգեհանգիստ արել ենք։ Արդյոք դա բավական չէ։
Եվ ահա այն ամենակարևոր կետը, որն ուզում եմ հասկանաք հենց հիմա։ Հոգեհանգիստը աղոթք է հոգու համար, նրա համար, ով հեռացել է։ Դա հրաժեշտ է, վերջին համբույր, մի դուռ, որը եկեղեցին բացում է հոգու համար դեպի այլ աշխարհ։ Բայց տունը հանգուցյալի հոգին չէ, տունը ողջերի հոգին է, ձեր հոգին, ձեր երեխաների, ձեր թոռների հոգիները։ Եվ այս տունը այն բանից հետո, երբ մահն այցելել է այնտեղ, ունի իր առանձին աղոթքի, իր առանձին օրհնության կարիքը։ Ոչ թե այն պատճառով, որ վարակված է, ոչ, մի մտածեք այդպես, այլ որովհետև վիրավոր եմ։ Ինչպես ձեռքն է վիրավորվում կտրվածքից հետո, այնպես էլ բուժման կարիք ունի։ Տունը բուժման կարիք ունի։ Ուղղափառ եկեղեցում կա բնակարանի օրհնության տնօրհնեքի կարգ։ Այն կատարում է քահանան աղոթքով, խնկարկմամբ եւ սուրբ ջուր ծողելով։ Եվ երբ մահվանից հետո գալիս եմ տուն, միշտ բացատրում եմ ընտանիքին. ես չեմ գալիս տվերներ վտարելու, ես գալիս եմ լույս կանչելու։ Սա հսկայական տարբերություն է, հսկայական հոգևոր եւ հսկայական հոգեբանական իմաստով։ Որովհետեւ երբ մտածում եք, ինչ որ վատ բան պետք է վտարել, դուք մնում եք վախի մեջ։ Իսկ վախը ոչ ուղղափառ վիճակ է։ Հովհաննես առաքյալն իր թղթում գրում է. «Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը»։ Ահա էությունը։ Ոչ թե վախն է վտարում խավարը, այլ սերն է հեռացնում վախը։ Եվ այս սիրո մեջ է քահանայի աղոթքը մտնելով ձեր տուն։ Այնինչ, որովհետև ձեր տանը քահանայի յուրաքանչյուր շարժում իմաստ է կրում։ Քահանան մտնում է եւ աղոթքներ է կարդում մուտքի մոտ, եւ սրանք պարզապես խոսքեր չեն, սրանք հռչակագիր են։ Այս տունը Աստծո պաշտպանության տակ է։ Այնուհետև նա շրջում է յուրաքանչյուր սենյակում խնկամանով։ Խունկի ծուխը զարդարանք չէ։ 141-րդ Սաղմոսում ասվում է. «Թող իմ աղոթքն ուղղվի որպես խունկ քո առջև»։ Խունկը աղոթք է, բարձրացող առ Աստված։ Սենյակի յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր շեմ լուսավորվում է այս կենդանի աղոթքով։ Հետո սուրբ ջրով ծողելը։ Եվ այստեղ ես միշտ խնդրում եմ ընտանիքին անել մի պարզ, բայց շատ կարևոր գործողություն։ Ես խնդրում եմ նրանց միասին կանգնել ոչ թե տարբեր սենյակներում, այլ միասին։ Եվ մինչ ես ցողում եմ, մտքում կամ բարձրաձայն արտասանել հանգստյան աղոթքը, այն, որը յուրաքանչյուր ուղղափառ գիտի կամ պետք է իմանա։ Թույլ տվեք են կարդալ ձեզ համար հիմա։ Ես այն դանդաղ կկարդամ, որովհետև այս բառերի մեջ է մահվան եւ կյանքի ուղղափառ ընկալման ամբողջ էությունը։ Հանգիստ տուր, ով Տեր, քո անգուցյալ ծառայի հոգուն եւ ներիր նրա բոլոր հանցանքները, կամա եւ ակամա, եւ շնորհիր նրան երկնային արքայությունը։ Այդքան բան։ Պարզ է թվում, բայց ուշադիր նայեք այս բառերին. կամա եւ ակամա։ Եկեղեցին գիտի, որ մարդը միշտ չէ, որ գիտակցաբար է մեռանչում, երբեմն տկարությունից, երբեմն անգիտությունից։ Եվ եկեղեցին ներում է խնդրում ամեն ինչի համար, առանց խտրականության, առանց պայմանների։ Սա Աստծո ողորմությունն է, որի մասին մենք խոսում ենք ամեն ժամերգության։ Եվ երբ քահանան ավարտում է կարգը, ընտանիքը միասին է կանգնած եւ աղոթքն ասված է, ես միշտ տեսնում եմ նույն բանը։ Մարդիկ արտաշնչում են, բառացիորեն։ Ուսերն իջնում են, դեմքերը փոխվում են։ Ոչ այն պատճառով, որ ինչ-որ կախարդական բան է տեղի ունեցել, ոչ, այլ որովհետև նրանք արել են այն, ինչ պետք է անեին։ Նրանք բաց են թողել աղոթքի միջոցով, եկեղեցու միջոցով, Աստծո միջոցով։ Եվ հիմա դուք գիտեք, թե ինչ չի կարելի պահել տանը, ինչու չի կարելի եւ ինչ պետք է անել։ Թվում է, թե կարող ենք եզրափակել, կարելի էր ասել. գնացեք, զանգահարեք ձեր ծխական եկեղեցի, պատվիրեք ժամերգություն, խնդրեք քահանային գալ։ Սա ճիշտ է, անհրաժեշտ է, անպայման արեք դա։ Բայց կա մի հարց, որը ես չեմ տվել, եւ որն օդում կախված է մեր զրույցի հենց սկզբից։ Հենց այն հարցը, որի համար, անկեղծ ասած, ես սկսել եմ այս տեսանյութը։ Ոչ թե իրերի ցուցակի համար, ոչ թե կանոնների համար, այլ հանուն այս մեկ հարցին։ Եվ դա վերաբերում է անձամբ ձեզ։ Ոչ ձեր հարևանին, ոչ ձեր սկեսուրին,
Ոչ մեկին, ով վերջերս ինչ-որ մեկին հուղարկավորել է, ձեզ, հենց հիմա։ Ինչ եք դուք պահում ձեր ներսում հուղարկավորությունից հետո, ոչ թե տանը, այլ ներսում։ Եվ այսպես, մենք հասանք նրան, ինչի մասին ես խոսում էի ողջ ընթացքում։ Գիտեք, ծառայության 30 տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել։ Մարդիկ գալիս են ինձ մոտ հարցերով իրերի մասին, խաչերի, բարձերի, հայելիների, լուսանկարների մասին։ Եվ ես ազնվորեն մանրամասն պատասխանում եմ այս հարցերին, ինչպես այսօր արեցի։ Բայց գրեթե միշտ այս հարցի հետևում թաքնված է մեկ այլ հարց, այնպիսին, որը մարդը չի համարձակվում բարձրաձայն տալ։ Երբեմն այն պատճառով, որ վախենում է պատասխանից, երբեմն, որովհետև նույնիսկ դա ձևակերպելն է ցավոտ։ Այդ հարցը հնչում է այսպես. կարող եմ արդյոք հիմա շարունակել ապրել։ Ահա թե իրականում մարդիկ ինչ են բերում տուն հուղարկավորությունից հետո։ Ոչ թե խաչ, ոչ բարձ, ոչ լուսանկար։ Նրանք իրենց մեջ կրում են մեղքի զգացում, չասված խոսքեր, վիրավորանք, որը չեն լուծել, խոսքեր, որոնք չեն ասել, գրկախառնություն, որը չի եղել։ Եվ այս ամեն ավելի ծանր է, քան ձեր տան ցանկացած առարկա։ Այս ամենը հենց այն իրական ծանրությունն է, որի մասին խոսում եք, երբ ասում եք, տան ինչ-որ բան այն չէ, որովհետև տունը դուք եք։ Տուն արտացոլում է այն, ինչ կա ներսում։ Սուրբ Սիլուան Աթոսացին 20-րդ դարի մեծագույն ճգնավորներից մեկը ուշագրավ խոսքեր է ասել։ Նա ասել է. «Սերը չի մահանում մարմնի մավանետ, սերը հավերժ է, քանզի Աստված սեր է»։ Մտածեք այդ մասին։ Ձեր եւ հեռացածի միջև եղած սերը չի խզվել, այն չի անհետացել գերեզմանից այն կողմ, այն շարունակվում է, պարզապես այլ կերպ։ Հիմա այս սերն ապրում է աղոթքի մեջ, նրա համար ձեր աղոթքի մեջ եւ ձեզ համար նրա աղոթքի մեջ, այնտեղ, որտեղ նա այժմ կա։ Եվ ահա այն գլխավոր պարադոքսը, որն ուզում եմ, որ դուք այսօր տանեք ձեզ հետ։ Մենք վախենում ենք բաց թողնել, որովհետև կարծում ենք, որ բաց թողնել նշանակում է մոռանալ, կորցնել, դավաճանել։ Բայց ուղղափառ ընկալումը բոլորովին այլ է։ Բաց թողնել չի նշանակում կորցնել։ Բաց թողնել նշանակում է վստահել Աստծուն, ասել. «Տեր, ես սիրում եի այս մարդուն, ես դեռ սիրում եմ նրան, եւ այդ պատճառով ես հանձնում եմ նրան քեզ, որովհետև դու սիրում ես նրան ավելի, քան ես ունակ եմ սիրելու»։ Ահա հենց սա է, որ չպետք է պահել տանը, չպետք է պահել ներսում։ Բաց թողեք մեղքի զգացումը խոստովանության միջոցով, բաց թողեք չասված խոսքերը աղոթքի միջոցով, բաց թողեք վիշտը Աստծո առաջ արցունքների միջոցով, որոնց նա երբեք չի դատապարտի։ Սաղմոսներում ասվում է, եւ սա Սուրբ գրքի ամենանուրբ հատվածներից մեկն է. «Դու հաշվել ես իմ թափառումները, հավաքիր իմ արցունքները քորեքոտիկի մեջ»։ Աստված հավաքում է ձեր Տեր, ողորմած եւ ամենագութ, դու տեսնում ես իմ սիրտը, թե ինչպես է այն ցավում, ինչպես է կարճուն նրանից, ով այլևս կողքից չէ։ Տուր ինձ ուժ բաց թողնելու, ոչ թե որովհետև դադարել եմ սիրել, այլ որովհետև հավատում եմ, նա քեզ հետ է։ Ներիր ինձ բոլոր չասվածները, ներիր բոլոր այն անավարտները մեր միջև եւ հանգիստ տուր քո ծառայի հոգուն դուսավորների շարքում, կանաչազարդերի շարքում, խաղաղների շարքում։ Եվ որտեղ չկա հիվանդություն, ոչ տխրություն, ոչ հառաչանք, այլ հավիտենական կյանք։ Ամեն։ Այսքանն է, ինչ պետք է անել։ Ոչ թե խուճապահար իրեր հանել, ոչ թե կահույք վերադասավորել, ոչ թե կախարդանքներ կարդալ, այլ աղոթել իսկապես, ցավով, սիրով, Աստծո հանդեպ վստահությամբ։ Իրերը, այո, հեռացրեք։ Կահանը հրավիրեք անպայման։ Պատվիրեք 40-ի պատարագ եկեղեցում, պատվիրեք հոգեհանգիստ։ Եկեք մոտակա ծնողական շաբաթ օրը, մեռելոցին։ Այս ամենը կարևոր է։ Այս ամենն աշխատում է, որովհետև եկեղեցին կանոններ չի հորինում։ Եկեղեցին պահպանում է սերը։ Այն պահպանել է այն ձեզ համար 1000 տարի, բայց որ ամենակարևորն է, մի վախեցեք ապրել։ Նա, ով հեռացել է, չի ուզում, որ դուք կանգ առնեք։ Նա չի ուզում, որ իր սենյակը դառնա թանգարան, իսկ ձեր կյանքը հուշարձան։ Նա ուզում է, որ այնտեղ, որտեղ հիմա ինքն է, Աստծո լույսի ներքո դուք ապրեք,
Սիրեք, աղոթեք եւ մի օր նորից հանդիպեք, որովհետեւ չկա մահ, կա բաժանում, եւ բաժանումը ժամանակավոր է։ Սա ես չեմ խոստացել, սա խոստացել է Քրիստոսը, ով ինքն անցավ մահվան միջով եւ վերադարձավ ու ասաց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեև մեռնի, կապրի։ Ահա թե ինչին եմ ես հավատում, ահա թե ինչու եմ ես ծառայում, եւ ահա թե ինչու ես այսօր ձայնագրեցի այս տեսանյութը։ Թող Աստված պահապան լինի ձեզ եւ նրանց, ում սիրում եք, այստեղ եւ այնտեղ։